Хорошо, продолжаем? Не читать этот текст. Да, прочитайте, пожалуйста. Առաջին Կորինթացիներին 11-րդ գլուխ 18-19 համարները։ Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան եւ մասամբ հավատում եմ։ Պետք է որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։ Да, то есть есть такое ожидание от Павла, что надлежит быть и разномыслием между вами. Այսինքն այսպիսի գաղափար ենք հանդիպում Պողոսի մոտ, որ պետք է լինեն այսպիսի տարակարծություններ։ Да, смотрите, на греческом не покажут сейчас. Տեսեք հունարենով ինչպես է։ Да, на греческом вот это слово разномыслие ересь. Տեսեք հունարենում այս տարակարծությունը դա հերետիկոս բառն է։ Ներողություն, հերետիկոսություն բառն է։ Оно еще, этот термин еще не стал техническим. Սա դեռ տեխնիկական որպես բառ չէր դարձել բնութագրիր։ Да, то есть для нас еретик это тот, кто под проклятием собора. Այսինքն մեզ համար հերետիկոսը նա է, ով ժողովի անեծքի տակ է, չէ՞։ Да, то есть когда Павел это пишет, это имеет более широкое значение, имеется в виду инакомыслие. Այսինքն իսկ այս ժամանակահատվածում երբ Պողոսն է գրում, այստեղ այն դեռ այսպես չի կոնկրետացել, ունի ավելի լայն իմաստ, նշանակում է տարաձայնություն։ Имеется в виду разделение. Այսինքն բաժանումն է նկատի ունեցվում։ Да, и что это так и надлежит быть, чтобы открылись искусные. Եվ ինչ է ասում առաքյալը, պետք է որ ձեր մեջ լինեն այսպես, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։ Да, то есть Бог един и истина едина. Այսինքն Աստված մեկ է, ճշմարտությունն էլ է մեկ։ Но не бывает человека, который скажет, что я вместил всю истину. Բայց այդպիսի մարդ չի կարող լինել, որ ասի ես ամբողջ ճշմարտությունը իմ մեջ արդեն ունեմ։ Да, у нас разногласия, потому что у нас недостатки в понимании и восприятии. Մենք իրար հետ տարակարծություններ ունենք, որտեղ մենք ընկալման թերություններ ունենք եւ իրար հասկանալու թերություններ ունենք աշխարհայացքի մեջ։ И мы нуждаемся друг в друге, чтобы мы поправляли друг друга и вместе шли к истине. Եվ մենք ունենք մեկս մյուսի կարիքը, որպեսզի ընթանանք միասին առաջ։ Да, то есть здесь есть элемент субъективности. Այսինքն այստեղ կա սուբյեկտիվության տար, но это точно не постмодернизм. Բայց հաստատ սա հետմոդեռնիստական այդ գաղափարը չէ։ То есть постмодернизм скажет, что истины нету, и мы просто спорим, как хотим. Այսինքն հետմոդեռնիզմը կասի չկա աբսոլյուտ ճշմարտություն, դրա համար էլ մենք կվիճենք իրար հետ։ Կամ մենք կարող ենք մեր կարծիքները ունենալ։ Это ложь. Դա սուտ է։ Да, то есть сегодня возникает вопрос, сколько полов, мужчины и женщины, или есть какие-то другие полы? Այսօր հարց է առաջանում, քանի սեր գոյություն ունի տղամարդ եւ կին, թե էլի գոյություն ունեն սերեր։ И найдутся христиане, которые скажут, что это понятие растяжимое. Եվ կգտնվեն քրիստոնյաներ, ովքեր կասեն, որ դա շատ լայն հասկացողություն է։ И они найдут пример какого-то очень редкого человека, у которого, допустим, есть качество и того пола. Եվ կգտնեն կամ կփորձեն գտնել այնպիսի մի հազվադեպ հանդիպող մարդու, մոտ կան համ այն սերի, համ մյուս սերի որակներից միաժամանակ։ Да, они скажут, вот видите, нету истины. Եվ կասեն, տեսեք, սա նշանակում է, որ չկա ճշմարտություն։ Да, это не христианство. Это не христианство. Դա քրիստոնեություն չի։ Да, мы верим, что истина есть и что истина одна. Մենք հավատում ենք, որ կա ճշմարտություն եւ որ այդ ճշմարտությունը մեկ է։ И что истина у Бога. Եվ որ այդ ճշմարտությունը Աստծո մոտ է։
Просто мы prизнаем, что мы в себе всю ее не имеем. Բայց ուղղակի մենք խոստովանում ենք, որ մենք մեր մեջ այդ ամենը չունենք ամբողջական իմաստով, И что мы можем ошибаться и в богословии, и в практике. եւ մենք կարող ենք սխալվել համ աստվածաբանության մեջ, համ սխալական ենք մեր գործնականի մեջ, И что мы открыты к поправкам. եւ որ մենք բաց ենք ուղղվելուն, И что ենթակա мы, ենք ուղղվելուն, да, и что мы открыты совести людей и своих, и внешних. եւ մենք ենթակա ենք խղճմտանքին, խղճին, թե մեր շրջապատող մարդկանց։ Хорошо, это отвечает на вопрос? Да, спасибо. Мгм. Добро, возвращаемся к нашему Лютеру. Շատ լավ, վերադառնանք մեր Լյութերին։ На пути из Вормса в Виттенберг люди Фридриха схватили Лютера. Որմսից Վիտենբերգ ճանապարհին, հետ վերադառնալու ճանապարհին, Ֆրիդրիխի երրորդի մարդիկ Լյութերին գողացան։ Он в очередной раз спасает жизнь Лютеру. Եվ սրանով նա հերթական անգամ փրկում է Լյութերի կյանքը։ Он одевается как рыцарь, чтобы его не узнали. Նա որպես ասպետ է հագնվում այդ հագուստներով, որ իրեն չճանաչեն։ Да, и живет в замке. Եվ ապրում է ամրոցում։ И его как бы не узнают, то есть он живет инкогнито. Եվ նա այսպես ասած անանուն է ապրում եւ իրեն չեն ճանաչում։ И понимает, что, наверное, так и надо, потому что если бы он вышел на глаза людям, то его бы поймали бы и сдали бы императору. Եվ նա մտածում է, որ դա ճիշտ է, որովհետեւ եթե նա մարդկանց աչքին երևա, նրան ուղղակի կվերցնեն եւ կայսերին կներկայացնեն։ А император уже издал указ на его арест. Իսկ կայսրը արդեն իր հերթին իր ձերբակալության հրամանն է արձակել։ И Лютер понимает, что ему нельзя искать императора. То есть, если он появится, то его арестуют и отправят в Рим. Իսկ Լյութերը վախենում է, որովհետեւ ինքը գիտի, եթե իրեն բռնեն, անպայման կձերբակալեն։ И он не знает, что ему делать. Եվ նա չգիտի, թե ինչ անի։ Начинает переводить Новый Завет на немецкий. Սկսում է թարգմանել նոր կտակարանը գերմաներեն։ Он начинает вести переписку с Маллингтоном. Սկսում է նամակագրության մեջ մտնել Մելանքտոնի հետ։ То есть он как-то передает письма в Виттенберг. Кто? Лютер. Վիտենբերգից սկսում է նամակագրության մեջ մտնել։ И ему привозят книги, и ему привозят материалы, чтобы он мог работать над переводом. Տանում են իր նամակները Մելանքտոնին եւ իրեն բերում են գրքեր եւ նյութեր, որ ինքը կարողանա անի այդ թարգմանությունը։ Да, он остается в замке почти год. Նա այդ ամրոցում մնում է համարյա մի տարի։ И есть легенда о том, что он бросил чернильницу в дьявола, который ему явился. Կա այսպիսի մի լեգենդ, պատմվածք, որ նա անգամ իր թանկամանը նետել է սատանայի երեսին, ով որ հայտնվել էր այդ պահին իրեն։ Если поехать сегодня в Виттенберг, там есть черная клякса на стене. Եթե գնաք Վիտենբերգ, այնտեղ պատի վրա կա այդ սև հետքը։ Но эту кляксу сделали уже в наше время. Բայց այն արդեն արել են մեր ժամանակներում։ То есть это не то, где Лютер бросил чернилами. Այսինքն դա այդ հատվածը չի, որտեղ որ Լյութերը նետել է այդ ամանը։ Да, и в итоге он вынужден вернуться в Виттенберг из-за конфликта с иконокластами. В Виттенберге нарастает конфликт. Եվ նա պետք է արդեն վերադառնար, ստիպված էր վերադառնալ Վիտենբերգ իկոնոկլաստների Вы будете объяснить этот термин или նա պետք է վերադառնար իկոնոկլաստների կոնֆլիկտի պատճառով արդեն Վիտենբերգ։
Да, вот это фотография его офиса в Вартбурге, в крепости. Ահա տեսնում ենք նկարը իր այդ ամրոցային աշխատասենյակի Мгм. И за этот год, пока он жил в крепости, он переводит Новый Завет на немецкий язык. եւ այդ տարվա ընթացքում, որ նա ապրում է այդ ամրոցում, նա թարգմանում է նոր կտակարանը գերմաներեն։ Черновой вариант Нового Завета составлен за 11 недель. Այսպես ասած, սևագրային տարբերակը, իր նշումներով տարբերակը 11 շաբաթում Վարտբուրգում ինքը արեց։ Это рекорд. Դա ռեկորդ է։ Да, то есть обычно перевод Нового Завета занимает где-то 2 года. Սովորաբար, այսինքն նոր կտակարանի թարգմանությունը մոտ 2 տարի տևում է։ То есть я не знаю еще переводчика, который с такой скоростью успевал бы переводить, качественно переводить Новый Завет. Այսինքն ես դեռ չեմ ճանաչում մի թարգմանչի, ով այսպիսի արագությամբ եւ նույն ժամանակ որակով կարող է նոր կտակարանը թարգմանել։ И одна из причин, почему он так быстро переводит, наверное, потому что он наизусть знает почти полностью его. Եվ ինձ թվում է, որ պատճառներից մեկը այն է, որ ինքը ինչի է այսպես արագ կարողացավ անել, այն է, որ նա համարյա անգիր գիտեր ամբողջ նոր կտակարանը։ То есть ему не надо перелистывать страницы. Այսինքն ինքը edge-ից edge այդ թերթելու ժամանակը իր համար էկոնոմիա է անում, այսպես ասած։ Он смотрит на лист, и он в голове уже помнит, как дальше. Այսինքն նայում է ինքը edge-ին եւ իր ուղեղում արդեն գիտի շարունակությունը ինչ է։ И он пишет на немецком, не смотря на лист. Եվ ինքը գերմաներեն գրում է առանց աչքը կտրելու։ Он пишет на народном саксонском немецком диалекте. Նա սաքսոնական բարբառով, հա, ժողովրդի գերմաներենով է գրում։ То есть это не язык принцев. Այսինքն դա արքայազնների լեզուն չէր։ Это не язык образованных немцев, это язык крепостных. Այսինքն դա մի լեզու չէր, որ մենք կոչում ենք սա կարգ լեզու, այսպես ասած, որ էլիտայի շրջանակներում է ընդունված։ Սովորական հասարակ ժողովրդի բարբառներ։ Это как Wycliffe писал на Middle English, на среднем английском, то же самое. Սա նույն բանն է, երբ որ Wycliffe-ը գրեց միջին անգլերենով, նույն բանն է։ Да, это один из первых переводов с греческого языка и иврита. Դա առաջին թարգմանություններից մեկն էր հունարենից ու եբրայերենից։ Он сверяет с вульгатой, он проверяет вульгату тоже. Նա համեմատում է Новый Завет սվիրել или его работу սվիրել։ Եվ նա հունարեն ու եբրայերենը համեմատում է վուլգատայի հետ եւ դա էլ է ստուգում։ Но он понимает, что должно быть с оригинала, то есть сначала начинаем с оригинального языка. Նա հաշվի առնում վուլգատան, բայց նա հասկանում է, որ պետք է սկսել օրիգինալից, այսինքն բնագիր լեզուներից է պետք առաջինը օգտվել։ Да, Меллингтон узнает по переписке, что он это начинает делать. Եվ Մելանքտոնը նամակագրության միջոցով իմանում է, թե ինչ են անում։ И он организует команду в Виттенберге, которая ему помогает. Եվ մի թիմ է Վիտենբերգում հավաքում, որը իրեն կօգնի։ Меланктон лучше владеет греческим, чем он. Մելանքտոնը իրենից լավ է հունարենին տիրապետում։ И еще у них в университете есть специалист по еврейскому языку Аура Галус. Նաև իրենց համալսարանում կա Աուրոգալուսը անունով մեկը, ով եբրայերենի մասնագետ է հանդիսանում։ Да, и Лютер трудные места, которые у него плохо получаются, он посылает их в Виттенберг, ему помогают. Եվ այն հատվածները, որոնք որ Լյութերին դժվար էին տրվում թարգմանելու առումով, նա ուղարկում է դրանք Վիտենբերգ եւ իրեն օգնում է։ Ветхий Завет занимает гораздо дольше. 5 կտականը ավելի երկար ժամանակ է զբաղեցնում։ Да, то есть процесс начался в 1521 году, а первая печать в 1934. Այսինքն նա սկսեց իր գործընթացը 1521 թվականին եւ առաջին տպագրությունը եղավ 1534-ին։ То есть это 13 лет. Այսինքն 13 տարվա ընթացք է։
Но этот перевод настолько качественный, что он сегодня до сих пор стандартный в Германии. Բայց այդ թարգմանությունը այնքան լավն է, որ մինչև օրս այն Գերմանիայի ստանդարտ թարգմանությունն է։ И этот перевод распространяет грамотность по всей Германии, даже в глубинку. Եվ այս թարգմանության շնորհիվ բարձրանում է նաև կրթվածության մակարդակը, տարաճանաչության մակարդակը ամբողջ Գերմանիայում մեկ։ Каждая семья хочет себе Библию именно на немецком. Ամեն ընտանիք ուզում է իր համար ունենալ Աստվածաշունչ հենց գերմաներենով։ И немцы до сих пор считаются один из самых грамотных народов в мире. Եվ գերմանացիները ինչեւ որս էլ համարվում են ամենակրթված ժողովուրդներից մեկը աշխարհում։ Одни из самых образованных людей в мире. И это началось с Библии Лютера. Եվ այդ ամենը սկսվեց Լյութերի Աստվածաշնչից։ Потому что до Лютера 1% населения умеет читать. Այսինքն մինչև Լյութերը բնակչության 1%-ն էր կարող ընթերցել, Через 100 лет 99% населения начинает читать. 100 лет, Да, ну 100-150. 100-150 տարի հետո արդեն բնակչության 99%-ն է կարողանում կարդալ, տառաճանաչ է։ Да, и потом образуется школьная система. Հետո արդեն դպրոցական համակարգն է ձևավորվում։ Это часть реформации. Դա բարեկարգության մի մասն է։ Да, и с тех пор Германия передовая держава мировая. Եվ դրանից հետո արդեն այդ բայց սկսած Գերմանիան առաջնային, այսպես ասած, տերությունն է դառնում ամբողջ աշխարհում մեկ։ Это все сходится к переводе Библии на немецкий. Եվ այս ամենը իր արմատները ունի Աստվածաշնչի այս թարգմանության մեջ։ Да, это одно из ранних изданий. Եվ սա այս նկարում պատկերված է ամենավաղ թողարկումներից մեկը։ И в это время приходят в Виттенберг цвиканские пророки. Цвикауские. Цвикау. Եվ այս ժամանակահատվածում արդեն գալիս են այնտեղ այս ցվիկաուսական, հա, մարգարեները։ Да, Цвикау это город на западе Саксонии. Ցվիկաուն դա Սաքսոնիայի հարավում գտնվող մի քաղաք է։ Это, чтобы нам было легко запомнить, это в этом городе основана была компания Audi. Որպեսզի մենք լավ հասկանանք, սա մի քաղաք է, որտեղ որ Audi-ն հիմնվեց։ Да, так легче запомнить, все знают немецкую машину Audi. Այսպես ավելի հեշտ է հիշել, բոլորը գիտեն գերմանական այդ մեքենան։ И в Цвикао уже шла радикальная реформация полным ходом уже после тезисов. Եվ Ցվիկաուում արդեն ծայրահեղ բարեկարգությունը ընթացք էր առել 95 թեզիսների թողարկումից հետո։ Лютер прямого участия никакого в этом не принимал. Լյութերը անմիջական ոչ մի մասնակցություն չուներ սրանում։ Там были свои люди, свои пастыря, и они распространяли реформацию в этом городе. Այնտեղ իրենց մարդկանցով, իրենց հովիվներով բարեկարգությունը տարածում էին։ И жители Цвикао выгнали их из города. Եվ այդ քաղաքի бնակիչները իրենց վրընդեցին քաղաքից։ То есть почему их выгнали? Ինչի համար իրենց վտարեցին։ Они были очень-очень радикальными. Իրենք շատ ծայրահեղական էին։ Значит, первое, они говорили, что Дух Святой их учит истине. Առաջինը, նրանք ասում են, որ Սուրբ Հոգին իրենց ճիշտը սովորեցնում է։ То есть поэтому они называли себя пророками. Դրա համար նրանք իրենց անվանում էին մարգարեներ, что Господь им говорил, как реформировать церковь. Եվ ասում են, որ Աստված իրենց անմիջականորեն ասում է, թե ինչպես բարեկարգեն եկեղեցին։ Да, что книги не нужны, Եվ որ գրքերը պետք չեն, обряды не нужны, ծեսերը պետք չեն, богослужение не нужно, պաշտամունք եկեղեցական պետք չի, и иконы и статуи точно не нужны. Եվ հաստատ արձաններն ու սրբապատկերները պետք չեն։ Да, то есть это полное отвержение традиции. Եվ սա իրենից ներկայացնում է
ամբողջական հրաժարում ավանդությունից։ Да, более того, это отвержение священных писаний. Ավելին, դա հրաժարում է հենց Սուրբ Գրքից։ То есть они говорили, что даже нет необходимости в Библии, потому что Господь сам научит нас, как нужно правильно. Այսինքն նրանք նաև անգամ ասում էին, որ Աստվածաշնչի կարիք էլ չկա, Աստված մեզ կասի, թե ոնց է պետք ճիշտ սովորեցնել։ Да. И последнее, что они проповедуют, это то, что конец света наступил. Եվ նրանք կարծում էին, որ արդեն եկել է աշխարհի վերջը։ Это крайне радикально. Դա շատ ծայրահեղ է։ Европа к этому не готова, и никто к этому не готов. Եվրոպան եւ առավել եւս ոչ ոք պատրաստ չի դրան։ И эти пророки, когда их выгнали из Цвикау, они слышали, что реформация полным ходом идет в Виттенберге. Можно еще раз? Да, когда их выгнали из Цвикау, они услышали, что реформация идет полным ходом в Виттенберге. Եվ երբ որ իրենց վրանդեցին Ցվիկավից, այս մարգարեները լսեցին, որ բարեկարգությունը իր ամբողջ թափով ընթանում է Վիտենբերգում։ И Карлштадт, это друг Лютера, специалист по патристике. Եվ Կարլշտադը Լյութերի ընկերը, ով հայրաբանությունից լավ էր, Он принял этих пророков и ввел их в церковь. նա ընդունեց այդ մարգարեներին եւ առաջնորդեց դեպի եկեղեցի։ Да, то есть почему он это сделал, непонятно. То есть у него должно было хватить мудрости так не поступать. Այսինքն ինչի էր նա դա անում, մի տեսակ անհասկանալի է, ինքը պետք է որ ունենար բավականին իմաստություն այդպես չանել։ И они стали уничтожать иконы и статуи, и начались беспорядки. Եվ նրանք սկսեցին այդ սեփապատկերներն ու արձանները ոչնչացնել եւ սկսեցին массական այսպիսի անկարգություններ аնել։ И дело доходит до насилия. Եվ այդ ամենը հասնում է արդեն բռնության աստիճան։ Потому что жители Виттенберга начинают защищать свою церковь, защищать свои стады. Որովհետև Վիտենբերգի բնակիչները սկսում են պաշտպանել իրենց արձանները, սկսում են պաշտպանել իրենց սրբապատկերները։ Да, не потому что они поклоняются статуям. Ոչ թե որովհետև իրենք պաշտում են այդ արձաններին, А потому что это муниципальная собственность, это владение города. այլ որովհետև դա քաղաքի սեփականությունն է, քաղաքի արժեքն է։ И эти статуи стоят вообще-то много денег. Եվ որ առհասարակ այդ արձանները բավականին թանկ արժեն։ А тут пришли какие-то люди из другого города и начинают крушить наш город. Իսկ այստեղ ունենք մարդիկ, ովքեր ուրիշ քաղաքից եկել են եւ ուղղակի ավերածություններ են անում մեր քաղաքում։ Да, и Меланхтон тогда пишет Лютеру, и он говорит ему, тебе нужно возвращаться, потому что здесь полный хаос. Եվ Մելանքտոնը այդ ժամանակ արդեն Լյութերին գրում է, ասում է դու պետք է վերադառնաս, որտեղ այստեղ ամբողջական քաոս է տիրում։ И Лютер возвращается, то есть он понимает риск, он понимает, что он в опасности, но ситуация требует того. Եվ Լյութերը վերադառնում է, ճիշտ է նա հասկանում է ռիսկերը, հասկանում է, որ ինքը գտնվում է վտանգի մեջ, բայց ամեն դեպքում վերադառնում է։ Он сразу проповедует серию из 8 проповедей. Նա միանգամից սկսում է քարոզել քարոզաշար 8 մասից բաղկացած։ И он призывает людей доверять Богу и ни в коем случае не бунтовать и не применять насилие или разрушение. Եվ նա կոչ է անում վստահել Աստծուն եւ ոչ մի պարագայում չտրվել այդ massական անանազանդություններին ու բռնություն չկիրառել։ То есть он не выгоняет пророков. Այսինքն ինքը չի վռնդում այդ մարգարեներին։ Он не бьет их. Ինքը չի ծեծում իրենց։ Он не вызывает своего друга Фридриха III с ними разбираться. Ֆրիդրիխ III-ին իր ընկերոջը չի կանչում, որպեսզի իրենց հարցերը լուծի։ И он, когда проповедует, он даже не проповедует напрямую против них. Եվ երբ որ անգամ երբ որ նա քարոզում է, չի քարոզում նրանց դեմ։ Он просто проповедует христианскую этику, как правильно христианину себя вести. Նա ուղղակի քարոզում է քրիստոնեական էթիկա, թե ինչպես է պետք ճիշտ պահել քրիստոնեային։
И он говорит им, что даже если они защищают город, чтобы, когда они защищают, они не применяли силу. Եվ անգամ ասում են, որ եթե անգամ դուք պաշտպանում եք քաղաքը, դա մի արեք ուժի կիրառմամբ։ Да. На шестую проповедь народ успокаивается и выгоняет пророков из города сам. Եվ 6-րդ քարոզից հետո ժողովուրդը հանգստանում է եւ վրընդում է մարգարեներին։ Да. То есть видно, что это не сразу. Այսինքն տեսնում ենք, չէ, որ դա միանգամից չեղավ։ Но Лютер всегда будет вспоминать этот эпизод, когда он будет сталкиваться с анабаптистами. Բայց Լյութերը այս դրվագը կհիշի դեռ երբ որ ընթարվի անաբապտիստների հետ։ Да, то есть почему Лютер так не любил и так был против анабаптистов? Որովհետև ինչի Լյութերը այսքան չէր սիրում անաբապտիստներին։ Потому что у него был такой первый опыт с радикальной реформацией. Որովհետև ինքը ուներ առաջին իր վատ փորձառությունը այս ծայրահեղական բարեկարգության հետ։ То есть с его точки зрения эти все люди одинаковые. Այսինքն իր տեսանկյունից այս բոլոր մարդիկ նույնն են։ Они субъективные, они правят сами собой. Նրանք սուբյեկտիվ են, նրանք են իրենց վրա իշխողը, իրենց են պատասխանատու են։ И они против традиций, они против писаний. Եվ նաև իրենք հանդես են գալիս Աստվածաշնչի դեմ եւ ավանդության դեմ։ Да. И мы увидим в последующем, как Лютер станет против народных движений реформаторских. Եվ մենք տեսնում ենք, թե հաջորդ քայլով ինչպես Լյութերը կկանգնի հակառակ այդ բարեկարգյալ ազգային շարժումներին։ Но нужно понимать, что начало этого разделения, оно тут. Начало этого разделения Тут, в этом эпизоде. Բայց պետք է հասկանալ, որ մինչև այդ բանը պետք է հասկանալ, որ այստեղ արդեն կար այդ բաժանման սկիզբը։ Да. Лютер же всегда будет поддерживать секулярную власть и порядок. Որովհետև Լյութերը միշտ կշարունակի պաշտպանել քաղաքական իշխանությունը եւ հասարակարգը։ Этот эпизод был в 22 году, 1522. Եվ այս դեպքը տեղի ունեցել 1522 թվականին։ Через 2 года начнется крестьянская война. Եվ երկու օրից կսկսվի քրիստոնեական այդ պատերազմը։ Это кризис, к которому Лютер совершенно не готов. Եվ սա մի ճգնաժամ է, որին Լյութերը ընդհանրապես պատրաստ չէ։ И который разделит реформацию на две ветви. Եվ որը կբաժանի բարեկարգությունը երկու ուղղվածության, երկու ճյուղերի։ Да, на немецком это называется Bauernkrieg. Գերմաներենով դա անվանվում է Bauernkrieg, то есть война селян, война крестьян. Այսինքն առաջինը անվանվում է գյուղացիների գյուղական համայնքի պատերազմ։ То есть когда по всей Германии крестьяне выступили против принцев. Դա այն է, երբ որ ամբողջ Գերմանիայով մեկ գյուղական հասարակությունը արքայազների դեմ հանդես եկավ։ Значит, в чем была проблема? Այսինքն ինչումն էր խնդիրը։ Им было тяжело, крестьянам было тяжело. Խնդիրն այն էր, որ գյուղացիներին շատ ծանր էր տրվում ամեն ինչ։ На них возлагали высокий налог. Իրենց վրա дնում էին բարձր հարկեր։ У них были неурожайные года, когда они терпели голод. Նրանք ունեին բերքի վատ տարիներ եւ սովի մեջով էին անցնում։ Естественно, когда голод, чтобы потом сажать на следующий год, надо занять деньги у кого-то, чтобы посадить зерно. Եվ բնականաբար սովից հետո հաջորդ տարին պետք է ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնել, որպեսզի կարողանալ ցորեն ցանել։ Они занимали деньги у принцев. Նրանք արքայազներից գումար էին վերցնում պարտքով։ И принцы пользовались ситуацией и на этом много зарабатывали. Եվ նրանք էլ այս ամենից օգտվում էին եւ դրա վրա շատ գումար էին աշխատում։ И многие христиане оказывались в очень серьезных долгах.
Եվ շատ գյուղական համայնքի բնակիչներ լուրջ պարտքերի առաջ կանգնեցին а потом теряли свои земли, եւ հետո կորցրեցին սեփական հողերը, потому что из-за налогов не могли выплатить кредит, и потом принц приходил и забирал землю. որովհետեւ հարկերի պատճառով չէին կարողանում վճարել իրենց պարտքերը, իսկ արքայազններն էլ գալիս եւ վերցնում էին այդ պարտքի դիմաց այդ հողերը։ Это было очень серьезной проблемой Դա շատ լուրջ խնդիր էր и имело некоторые параллели с революцией в Советском Союзе. եւ ունի որոշակի զուգահեռականներ սովետական միության ռևոլյուցիայի հետ։ Да, когда рабочий класс встал и просто снес средний высший класс. Երբ որ բանվոր դասակարգը բարձրացավ ոտքի եւ բարձր դասակարգին ուղղակի գահանքեց արեց։ Да, и нужно понимать масштаб, что это не мелкая какая-то междоусобица. Եվ պետք է հասկանալ այս ամեն ինչի մասշտաբը, որ դա ուղղակի ինչ-որ փոքր բան չէր։ Это самое крупное восстание в Европе до французской революции. Դա ամենամեծ մասսայական անհնազանդությունն էր մինչև այդ ժամանակահատվածը Եվրոպայում։ И паства Лютера участвует в этом тоже. Եվ кто участвует? Паства Лютера, его прихожане. Եվ իր Լյութերի եկեղեցու անդամներն էլ ժողովրդից մասնակցում էին սրանում։ И они приходят к нему, они жалуются на налоги, они жалуются на урожай, они жалуются на свою ситуацию. Իրենք էլ մոտենում էին Լյութերին եւ բողոքում էին այս իրավիճակից, այդ հարկերից И они ждут поддержки с его стороны. եւ սպասում էին, ակնկալում էին Լյութերի կողմից աջակցություն։ Они считают его своим, они считают, что он на стороне крестьян. Եվ նրանք մտածում են, որ Լյութերը իրենց կողմից է, սովորական ժողովրդի կողմից է, Потому что он не из знатной семьи, որովհետեւ նա հարուստ ընտանիքից չէ и он монах. եւ վանական է։ То есть они его не рассматривают как представителя Фридриха III. Այսինքն իրենք իրեն չեն ընկալում որպես Ֆրիդրիխ III-ի ներկայացուցիչ։ В их глазах это их пастырь, это их герой. Իրենց աչքերով դա իրենց հովիվն է, իրենց հերոսը։ Да, и сначала Лютер ходатайствует по требованиям, то есть он обращается к принцам и пытается принцев уговорить пойти на уступки. Եվ սկզբնական շրջանում Լյութերը բարեխոսում է, փորձում է արքայազների հետ լեզու գտնել, որ նրանք փոխզիջման գան։ А принцы не хотят идти на уступки, Իսկ արքայազները չեն ուզում փոխզիջման գան, потому что они говорят, мы им уступим немножко, а они захотят еще больше. որովհետև ասում են մենք իրենց մի փոքր որ զիջենք, իրենք ավելին կուզեն, էլի կուզեն։ То есть лучше держать как бы свою позицию, и они перетерпят. Այսինքն ավելի լավ է մեր դիրքերը պահենք ինչպես կա։ И этот процесс растягивается, он становится таким переговорным. Приходит комитет от крестьян, идет жалуется, и потом те дают ответы, идет переписка. Այսինքն ստացվում է մի երկար process, որտեղ կան նամակագրություններ, փոխադարձություններ, Да, и в некоторых местах в Германии крестьянам уже их достали, и они начинают убивать солдат. եւ տեղեր կան արդեն որոշ վայրերում նրանք սկսում են արդեն իրենց համբերության բաժակը լցում եւ սկսում են սպանել զինվորների անգամ։ Они начинают грабить города. Սկսում են թալանել քաղաքներ, Да, некоторые от отчаяния, որոշները հիասթափությունից а некоторые просто пользуются ситуацией. եւ որոշներն էլ ուղակի իրավիճակից օգտվելով։ Да, потому что когда органы правоохранения не работают, тогда всегда находятся мародеры. Որովհետեւ այսպես է լինում, երբ կարգապահական համակարգերը չեն աշխատում։ И как только начинается кровопролитие, Лютер сразу становится на сторону принцев. Եվ երբ որ սկսում է արյունահեղությունը, Լյութերը միանգամից կանգնում է արքայազների կողքին։ Да, то есть у него просто есть определенное понимание. Այսինքն
Նա միևնույն է իրենց կողքն էր կանգնելու, ուղղակի որոշակի նաև հասկանում է գյուղացիների Из, վիճակը։ да, из послания к римлянам 13 главы. Որովհետև նա այդպես է հասկանում Հռոմեացիներին 13-րդ գլուխը։ Да, то есть крестьяне, они могут жаловаться, они могут обращаться к принцам. Այսինքն հնագություն գյուղացիները, սովորական բնակիչները կարող են հանդես գալ իրենց առաջարկներով, դիմումներով իշխանություններին, Но если они участвуют в вооруженном восстании, тогда они становятся преступниками сразу. բայց երբ որ այն պայծառ երբ որ նրանք արդեն զինված հարձակման մեջ են արդեն ներգրավում, ամբոստության մեջ են ներգրավում, արդեն կանգնում են ի հակառակ իշխանություններին։ Да. И Лютер говорит принцам, тогда это ваша ответственность подавить восстание. Եվ արդեն Լյութերը ասում է արքայազներին, այս դեպքում արդեն ձեր պատասխանատվության տակ է ճնշել այդ ժողովրդի ամբոստությունը։ Он призывает принцев убить всех бунтовщиков. Նա կոչ է անում բոլոր արքայազներին սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր ապստամբություն են անում։ Он только просит их, чтобы они были милостивы, не убивали лишнего. Եվ նա միայն խնդրում է, որ ողորմած գտնվեն եւ ավելորդ մարդկանց չսպանեն։ И чтобы они находили виноватых организаторов и наказывали тех. А если просто кто-то был голодный, не надо их наказывать. Եվ ասում է ուղղակի գտեք կազմակերպիչներին, ովքեր որ ազդեցություն ունեն, միայն իրենց պատժեք, իսկ այն մարդիկ, ովքեր ուղղակի սովորական հասարակ սոված ժողովրդին մի պատժեք։ Да, и здесь он публикует книгу, которая называется «Против разбойников и убийц, бунтующих крестьян». Եվ նա այստեղ մի գիրք է հրապարակում, որի անունն է ամբողջ գյուղացիների դեմ եւ դեմ մարդասպաններին եւ ավազակներին։ И он называет крестьян безумными собаками. Եվ այնտեղ նա այս հասարակ ժողովրդին անվանում է անուղեղ շներ։ И вообще пишет очень грубым тоном к бунтовщикам. Եվ ընդհանրապես իր տոնն էլ այս ապստամբների հասցեին շատ չոր էր։ В итоге за эту войну умирает от 100 до 300 тысяч крепостных. Եվ այս պատերազմի արդյունքում 100-ից 300,000 մարդ է մահանում արքունականներից։ Принцы совершенно не послушались Мартина Лютера быть милостивыми. Եվ արքայազններն էլ ընդհանրապես չեն լսում Մարտին Լյութերին, որ լինեն ողորմած։ Они точно наубивали лишнего. Նրանք սպանում են այդ ավելորդ մարդկանց, Они убивали не только организаторов, они убивали всех подряд. նրանք ոչ թե միայն կազմակերպիչներին էին սպանում, այլ բոլորին անխտիր սպանում էին, И женщин, и детей. այդ թվում նաև կանանց եւ երեխաներին։ Они применяли пытки к тем, кого они ловили. Նրանք երբ որ բռնում էին այդ մարդկանց, տանջում էին, И они карали, они жгли, например, поля, они жгли деревни. եւ նրանք նաև կեղեքերում էին, օրինակ վառում էին արտերը։ Да, то есть подавлять восстание тоже можно по-разному. Այսինքն այս ամբոստությունը ճնշելն էլ տարբեր ձևեր ունի։ То есть можно прийти в город, и там собрались крестьяне с вилами и с инструментом, чтобы нападать на них. Այսինքն երբ որ նրանք գալիս էին, հանդիպում էին քրիստոնյաների գյուղացիների, ովքեր որ հասարակ գյուղական գործիքներով զինված դիմավորում էին իրենց։ Да, они могли бы убить вооруженных людей и уйти. Նրանք երբ այս տեսանը տեսնում էին, կարող են միայն սպանել նրանց, ովքեր զինված էին եւ ուղղակի հետ գնալ։ Но они карали население. Բայց նրանք նաև կեղեքում էին հասարակությունը։ То есть часто уничтожали город, и наказанными были не только кто взял оружие, но все. Այսինքն շատ անգամ տուժում էին նաև այն մարդիկ, ովքեր որ անգամ զինված այդ ապստամբությանը չէին մասնակցում։ Да, и еще принцы нанимали очень много наемников.
Եվ նաև այս արքայազները շատ վարձկաններ էին վերցնում։ Да. То есть в чем проблема использования наемников? Այսինքն ինչն է մասը այս վարձկանների, Потому что наемники приходят воевать за деньги. չէ որ վարձկանները գալիս են գումարով կռվելու։ И они считают, что если они что-то еще утащат, это их бонус. Եվ բացի գումարից մտածում են, որ ինչ էլ կարողանան իրենց հետ տանել, դա էլ իրենց համար որպես բոնուս կլինի, Поэтому они сражаются совсем по-другому. որովհետև նրանք եւ դրա արդյունքում նրանք լրիվ այլ կերպ են կռվում։ Да, они сражаются как полицейские, не как стражи порядка. Եվ նրանք կռվում են ինչպես ոստիկաններ, այլ ոչ ուղակի կարգ ու կանոն պահպանողներ, А как предприниматели, которые думают, что можно стащить. նրանք կռվում են որպես այնպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են ամեն ինչ վերցնել իրենց հետ։ Во многих битвах половина армии принцев наемники. Շատ կռիվներում այդ արքայազների զինակիցների կեսը այդ վարձկաններն են, Которые насилуют женщин. որոնք որ բռնաբարում էին կանանց։ То есть можете себе представить, как это воспринимает население. Եվ կարող եք արդեն դուք պատկերացնել, թե ինչ կերպ էր բնակչությունը անցալում դա։ Популярные проповедники Цвингли и Мюнцер поддерживали это восстание. Եվ հայտնի քարոզիչներ Ցվինգլին, Մյունցերը նրանք այս ամբոստությունը սատարում էին։ Да, и там были другие. Եվ նաև այլ մարդիկ էլ կային այնտեղ։ Лютер же Սատարում են։ четко встал против. Լյութերը հստակորեն կանգնեց դրան հակառակ։ Значит, кто такой Томас Мюнцер? Հասկանանք ով է Թոմաս Մյունցերը։ Это знакомый Лютера уже 10 лет, они давно друг друга знают. Նա արդեն 10 տարի է Լյութերի ծանոթն է, նրանք գիտեն իրար վաղուց։ Да, и он посещал Виттенберг и некоторые дебаты Лютера и соглашался с Лютером. Եվ նա եկավ Վիտենբերգ եւ անգամ որոշակի բանավեճերի ընթացքում համաձայն եղավ Լյութերի դիրքորոշման հետ։ И Лютер даже рекомендовал его на пост проповедника в Цвикау. Եվ անգամ Ցիկայում Լյութերը սատարեց, որ ինքը լինի քարոզչի դիրքում։ Да, и в Цвикау Томас Мюнцер радикализовался. Եվ Ցիկայում Թոմաս Մյունցերը ավելի ծայրահեղական դարձավ։ Он не был лидером крестьянского восстания. Նա առաջնորդ չէր այս ամբողջ имбոստության, Но он оказался в центре этих событий. բայց նա հայտնվեց այս իրադարձությունների կենտրոնում։ И в одной из последних битв при Франкенхаузене Мюнцер был во главе группировки крестьян. Եվ անգամ как назывался город? Франкенхаузен. Եվ անգամ Ֆրանկենհաուզենում նա հանդես եկավ որպես այս գյուղացիների բանակի առաջնորդ։ Рыцари его поймали, пытали его и казнили. Եվ նրան բռնեցին զինվորները եւ մահապատժի ենթարկեցին։ Это одна из последних битв войны. Եվ սա արդեն այս պատերազմի վերջին կռիվներից մեկն էր։ И, кстати, в этой битве тоже было много наемников. Եվ իդեպ այս կռվի ժամանակ, այս ճակատամարտի ժամանակ էլ շատ վարձկաններ կային։ Да, то есть, чтобы понять, как эта война прошла для крестьян, посмотрите на цифры. Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կերպ անդրադարձավ գյուղացիների վրա այս կռիվը, նայեք ուղղակի թվերին։ Рыцари потеряли 6 человек ранеными и убитыми. 6 մարդ ընդամենը կորցրեցին ասպետները, ովքեր կռիվ էին անում։
и они растоптали 90% армии крестьян. Եվ նրանք ուղղակի ոտնատակ տվեցին գյուղացիների բանակի մեծամասնությունը։ Да, из 8 тысяч крестьян умерли 7 тысяч. 90%, այսինքն 8000 գյուղացուց 7000-ը մահացավ։ Такая пропорция редкая. Այսպիսի չափերը, այսպիսի հարաբերակցությունը շատ հազվադեպ հարաբերակցություն է։ Обычно, когда армия проигрывает битву, они теряют треть или половину солдат. Սովորաբար, երբ մի բանակ պատերազմ է պարտվում, նրանք 1/3-ն են կորցնում իրենց բանակի։ То есть то, что их убили 90%, значит, их преследовали. Այսինքն, եթե նշանակում է այսպես, եթե նրանց 90%-ին սպանել են, ուրեմն հետապնդել են։ Да. То есть армию разбили очень быстро, а потом на конях гнались за ней и добивали людей, которые убегали, спасая свою жизнь. Այսինքն, սկզբից նրանք շատ հեշտությամբ հաղթել են բանակին, եւ հետո այն մարդիկ, ովքեր որ արդեն սկսել են փախչել, ձիերով իրենց հետևից են գնացել հետապնդելով։ То есть это точно не поведение милости. Այսինքն, հաստատ այստեղ ողորմածության դրսևորում չկա։ Это применение покарания. Это применение Покарание мести. Սա ուղղակի վրեժ լուծել է նշանակում։ Да, и смотрите, сколько потеряли рыцарей, 6. Եվ տեսեք, թե քանի հոգի կորցրեցին իրենց շարքերից, ընդամենը 6 հոգի։ Да, то есть на вопрос, насколько сильнее один рыцарь по сравнению с одним христианином, Այսինքն, հարց, եթե առաջանա մի ասպետը, ինչ հարաբերակցությամբ է ուժեղ սովորական գյուղացուց։ если местность плоская, Եթե տեղանքը հարթ է, 1 к 1000. 1/1000-ին։ Это, кстати, помните, мы говорили про тамплиеров в начале, как они воевали в крестовых походах? Դե հիշում եք, երբ որ մենք զրուցում էինք տամպլիերների մասին։ Да, турки знали, что на равнину нельзя выходить. Թուրքերը այդ ժամանակ գիտեին, որ հարթավայր չի կարելի դուրս գալ։ Да, с рыцарями надо сражаться в горах или в песке. Այսինքն, այս ասպետների հետ պետք է կամ ավազի վրա, կամ սարերի վրա կռվել։ А здесь они вышли за город, и они сделали укрепление из вагонов. Իսկ այստեղ ուղղակի նրանք քաղաքից դուրս եկան դեպի այդ հարթավայրը։ И когда их выбили из вагонов, они оказались на равнине. Եվ երբ որ իրենց այդ վագոններից դուրս հանեցին, իրենք ուղղակի հարթավայրում հայտնվեցին։ И пытались укрыться в городе. Եվ չփորձեցին թաքնվել քաղաքում։ Да, и их просто зарезали. Ու իրենց ուղղակի մորթեցին։ То есть на данном этапе нам нужно обсудить личные провалы Лютера. Այս этапում մենք պետք է քննարկենք Լյութերի անձնական ձախողումները։ У него было очень много недостатков. Նա շատ թերություններ ուներ։ Они отражали во многом дух его времени. Եվ այդ թերությունները շատ բաներով ուղղակի արտացոլում են իր ժամանակի մտածողության այդ ոգին։ Да, и многие эти вещи были в первый раз. Եվ շատ բաներ տեղի ունենում առաջին անգամ։ То есть он, например, не знал, чем закончится крестьянская война. Այսինքն, օրինակ նա չգիտեր, թե ինչ կերպ կավարտվի այս պատերազմը։ Может быть, если бы он знал, как она будет проходить, он по-другому бы поступил. Այսինքն, միգուցե եթե նա իմանար, թե ինչ երկ ունենա այս կռիվը, նա այլ կերպ կվարվեր։ Он думал, что принцы будут его слушать. Եվ նա մտածում էր, որ արքայազները իրեն կլսեն։ Он же как бы их пастырь тоже, то есть он пастырь этих принцев тоже. Չէ՞ որ նա նաև իրենց հովիվներ։ Вот. Но в реальности все оказалось совсем по-другому. Բայց իրականության մեջ ամեն բան այլ էր, այլ բարձվեց։ Значит, один из самых главных его недостатков в том, что он не занимался миссией. Եվ այսինքն իր առաջին գլխավոր թերություններից մեկը այն էր, որ նա միսիայով չէր զբաղվում։
То есть в его уме никогда не возникал вопрос о достижении народов Евангелия. Ա, Այսինքն նա հետաքրքրություն չէր ցուցաբերում ժողովուրդներին ավետարանով հասնելու մեջ։ Да, Кальвин, например, Кальвин посылал миссионеров. Ա, Օրինակ Կալվինը ուղարկում էր միսիոներներ։ Он готовил миссионерские команды, и из Швейцарии он их слал обратно во Францию. Նա Շվեյցարիայում պատրաստում էր միսիոներական թմեր, հետեր ուղարկում Ֆրանսիա։ То есть он понимал, что реформация это не просто обращение католиков, что нужно новых людей каять. Այսինքն նա Կալվինը լավ հասկանում էր, որ բարեկարգությունը միայն կաթոլիկների դարձի գալը չի, պետք է նոր մարդիկ ապաշխարեն։ У Лютера такой мысли даже не было. Լյութերի մոտ նման միտք անգամ չկար։ И у лютеранских церквей еще 300 лет не откроется своей миссии. Եվ լյութերական եկեղեցիներում դեռ այս դեպքից 300 տարի հետո էլ չեն բացվի միսիաները։ То есть это очень долго. Այսինքն սա շատ երկար է։ И когда начнется контрреформация, иезуиты, которые возвращали земли обратно в католичество, Եվ երբ որ սկսվի արդեն հակաբարեկարգությունը, այն ժամանակը երբ որ արդեն ջիզվիտները կսկսեն վերադարձնել այդ հողերը, они постоянно будут указывать людям и принцам и говорить: смотрите, мы каем язычников. նրանք միշտ այդ ժամանակ կսկսեն պատմել ժողովրդին, արքայազներին, ասելով. Տեսեք, մենք հեթանոսների դարձի ենք բերում։ У нас миссии в Америке, у нас миссии в Индии, Մենք միսիաներ ունենք Ամերիկայում, Հնդկաստանում, у нас миссии в Японии. մենք Ճապոնիայում ունենք։ Назовите хотя бы одну лютеранскую миссию. Խնդրում ենք մեջ բերեք կամ անվանեք մի լյութերական միսիա, գոնե մի անվանեք։ Да, и 300 лет на самом деле нечего показать. Եվ իրականում 300 տարի ոչ մի անվանելու բաներ չկար, ցույց տալու բան չկար։ Потому что за миссию берутся радикальные реформаторы. Որովհետև միսիայով զբաղվում են ծայրահեղական բարեկարգյալները։ Да. И вот этот пробел в богословии Лютера, он передался церквям лютеранским. Եվ լյութերի աստվածաբանության մեջ գտնվող այս բացատը, այս դատակ տարածքը փոխանցվում է նաև լյութերական եկեղեցիներին։ Да, в 1939 году он вместо развода позволил Филиппу Хесскому взять вторую жену. Եվ 39 թվականին նա բաժանումից հետո թույլ տվեց, որ Ֆիլիպոս Հեսաբոնացին երկրորդ կին ունենա, երկրորդ անգամ ամուսնանա։ Это была целая Санта-Барбара. Դա մի ամբողջական Սանտա-Բարբարա էր։ Да, потому что Филипп ему докучал, он просил его дать развод. Որովհետև Ֆիլիպը խնդրում էր, որ նա բաժանվի։ Лютер отказался ему давать развод. Он говорит: развод это грех, это нельзя. Ֆիլիպը ուզում էր, ասում էր անընդհատ, որ թույլ տա բաժանվել, իսկ Լյութերը ասում էր, որ ոչ, դա մեղք է։ И потом Филипп просто объявил, что у него есть вторая жена. Եվ հետո ուղղակի թագավորը հայտարարեց, որ ինքը ունի երկրորդ կին։ И он сказал, что Лютер ему разрешил. Եվ ասեց, որ Լյութերը թույլ է տվել իրեն։ Лютер говорит, что я ему такого не разрешал. Լյութերն էլ ասում է, որ ես իրան այդպիսի բան թույլ չեմ տվել։ Но точно, чего нет, то что Лютер не конфликтовал с ним, он публично его не обличил. Եվ խնդիրը այն է, որ Լյութերը իր հետ մասսայականորեն չընթարվեց եւ չհանդիմանեց իրեն։ То есть он не сказал ему, что это неправильно. Այսինքն չասեց, որ դա ճիշտ չէր։ И это довольно-таки серьезный промах. Եվ դա բավականին լուրջ բացվում է։ Да, то есть видно, что по правильному богословию христианскому это должна была быть проблема. Եվ մենք տեսնում ենք, որ ըստ քրիստոնեական ճիշտ աստվածաբանության պետք է դա լինի խնդիր։ Да, также к концу своей жизни он развил антисемитизм.
Եվ հետո նաև իր կյանքի վերջին տարիներին նա հակասեմականություն и оставил, արտաքսեց да, оставил очень грубые цитаты против евреев. եւ շատ ծայրահեղ չոր կոպիտ արտահայտություններ թողեց եւ հрьяաներին հասցեին И потом Гитлер возьмет эти цитаты как разрешение на Холокост. եւ հետո Հիտլերը կվերցնի այդ մեջբերումները որպես թույլատվություն հոլոկոստի համար Да, и во время крестьянской войны он стал на сторону знати к глубокому разочарованию народа. եւ նաեւ ինքը այդ պատերազմի ժամանակ կանգնեց իշխանավորների կողմը եւ սովորական ժողովուրդը արդեն հիասթափվեց իրենից Да, то есть он не просто присоединился к знати, он еще назвал крестьян собаками. Այսինքն ոչ թե միայն կանգնեց իրենց կողքը սովորական ժողովրդին էլ շուն անվանեց Люди помнят обиду дольше, чем увечья. մարդիկ վիրավորանք ավելի շատ երկար են հիշում, քան թե գովասանքը И они помнят отношение к себе очень много, очень долго. եւ իրենք շատ երկար հիշում են վերաբերմունքը ցանդեպ И это разделило реформацию. եւ դա արդեն բաժանեց բարեկարգությունը Около 20 ветеранов той войны, которые были на стороне крестьян, потом станут анабаптистскими пастырями-лидерами. մոտարով 20 վետերաններ, պատերազմի վետերաններ, հետո դառնալու էին վերամկրտականներ եւ վերամկրտական հովիվներ Да, и в принципе с того момента невозможно даже обсуждать единство церкви. Եվ արդեն այս բայց սկսած գործնականում հնարավոր չի սկզբունքայինորեն հնարավոր չի քննարկել եկեղեցու միության հարցը, Потому что очень много крови пролито. որովհետև արդեն շատ արյուն է թափվել։ Хорошо, давайте я предлагаю остановимся здесь. Если есть вопросы, мы можем начать с них после обеда. Ես առաջարկում եմ այստեղ կանգ առնենք, եթե հարցեր կլինեն, առաջարկում եմ ընթրիքից ներողություն, ճաշից հետո միանալ